Թուլացել, մասնատվել է տարածաշրջանի երբեմնի ամենամարտունակ բանակը։ Բայց նորից ուժ հավաքելու, նորից անվտանգության երաշխավոր դառնալու հույս կա։ Այդ քաղաքական ղեկավարությունն է իր պարտությունները արդարացնելու համար բոլոր ձախողումները բանակի գլխին ջարդել։ Նկատում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը օրվա ուղերձում։ Ցավով արձանագրում ենք անցնող շուրջ 8 տարիներին արվել է ամեն ինչ մեր տարածաշրջանի ամենամարտունակ ու հաղթական բանակը թուլացնելու, մասնատելու, կոտրելու համար։ Քաղաքական ղեկավարության իր սխալները բանակի վրա բարթելու մոլուցքն անհետևանք չմնաց մեր բանակի համար։ Աշխարհի բոլոր պետությունների համար իրական, երկարատև եւ արժանապատիվ խաղաղության գլխավոր երաշխավորն ամուր եւ մարտունակ բանակն է, եւ մենք բացառություն չենք կարող լինել։ Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի արագորեն փոխել իրավիճակը, վերականգնել բանակի ուժը եւ ոգին, ինչը կապահովի կայուն խաղաղություն։ Փառք նրանց, ովքեր 34 տարի առաջ կանգնեցին հայոց բանակի ստեղծման ակունքներում։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը երախտագիտության խոսք է։ Նրա անունից այսօր ծաղկեպսակ է դրվել Եռաբլուրում։ Փառք եւ պատիվ հայոց բանակի ստեղծման ակունքներում կանգնած ու բանակի փառապանծ ուղին կերտած բոլոր նվիրյալներին։ Հավերժ փառք եւ երախտագիտությունս հայրենիքի ազատության եւ անկախության համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր քաջորդիներին։ Ոստիկանության գվարդիան երեկվա նման չէր շրջապատել Եռաբլուրը։ Հունվարի 27-ին երկնային բանակի օրը նշածները հունվարի 28-ին բանակի տոնին զինվորական պանթեոն չեն գնացել։ Հունվարի 27-ը բոլոր պատերազմների ժամանակ զոհվածների հիշատակի օր սահմանելով իշխանությունն իրեն ազատել է հիշատակի ու տոնական մյուս օրերին Եռաբլուր այցելելու պարտավորությունից, վստահ է խորհրդարանական ընդդիմությունը։ Որևէ մեկը դեմ չէ, որ միասնական մենք տոն պիտի ունենանք, բայց դա էլ մեր կարծիքով պետք է լիներ որ խորհուրդ ունեցող օր եւ չպիտի լիներ փախուստ, որ օրինակ նոյեմբերի 9-ին չգան, ամսի 28-ին չգան, սեպտեմբերի 27-ին չգան, դա պիտի չլիներ դրա իմաստը։ Դրա իմաստը պիտի լիներ ընտրել մի օր, որը արտահայտում է մեր հավերժական պայքարը մեր ինքնության համար եւ խոնարհվեինք բոլոր նահատակների շիրիմներին։ Կարծում եմ մարդկանց ներկայությունը դուք երեկել եք տեսել այսօր էլ ու դա ամենալավ պատասխանն է արհեստական ինչ էլ փորձեն փաթաթել չի ստացվի դրա համար այսօր չմթագնենք այսօրը շնորհավոր հայոց բանակի տոնը բոլոր նրանց ում համար սա իսկապես տոն է Բանակի 34-ամյակի օրը մարդկանց մեծ հոսքը Եռաբլուր պատասխանն է բանակի բյուջեն կրճատողներին նկատում է խորհրդարանական ընդդիմությունը Այսօրը յուրովի նաև հաշվետվությունը մեր բոլոր այն մարտական ընկերներին որոնք որ բոլոր ժամանակների, բոլոր պատերազմների, բոլոր այսպես բախումների արդյունքում են իրենց կյանքը տվել։ Բանակին ուղղված քննադատության խոսքեր ասել չի ցանկանում պաշտպանության նախկին նախարարը, բայց չարձագանքել Փաշինյանին կնշանակի համաձայնել նրա հետ, թե վերջին տարիներին հսկայածավալ ներդրումներ են եղել բանակում։ Սերյան Օհանյանի խոսքով այդ ներդրումները ոչ թե ուժեղացնում են բանակը, այլ հազիվ վերականգնում են 2020 թվականին ու դրանից հետո փշուր եղած մարտունակությունը։ Բայց զինված ուժերից առավել ոստիկանական ուժերն է հզորացնում այս իշխանությունը։ Հակառակորդը խոսում է խաղաղության մասին, բայց ամեն օր հատուկ նշանակության նոր ստորաբաժանումներ, նոր զորամասեր է ձևավորում, իսկ Հայաստանի Հանրապետությունը մենք տեսել ենք, որ նոր հատուկ նշանակության ստորաբաժանումների, կառույցների փոխարեն հատուկ նշանակության ոստիկանական ստորաբաժանումներ են ձևավորել տարբեր բերետներով։ Անգամ հիմա, երբ վերաձևվում է աշխարհակարգը, Հայաստանի վարչապետը շարունակում է քննադատել ՀԱՊԿ-ը։ Հենց տարածաշրջանի անվտանգության փխրունությունը հաշվի առնելով է Հայաստանը երաշխիքներ փնտրել նաև միջազգային գործընկերների մոտ, նկատում է Օհանյանը։ Մեր տարածաշրջանում մենք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները ձևավորում ենք գլոբալ առումով տարածաշրջանային խոշոր պետությունների դեմ պայքարելու համար։ Ես նկատի ունեմ Թուրքիան, իսկ Ադրբեջանի հետ մենք ի վիճակի ենք եղել ինքնուրույն ի վիճակի ենք եղել պայքարել։ Չգիտի Փաշինյանը, որ միջազգային համագործակցությունը անվտանգության կարևոր բաղադրիչներից է։ Իմ տպավորությամբ այստեղ կա ավելի շատ խնդիր արդարացնելու մեր երկրում տեղ ունեցող ձախողումները, պարտությունների շղթան, որը բերել է մեզ համար մեր հայրենիքի մի հատվածի նաև կորուստին, Արցախի, Հայաստանի Հանրապետության տարբեր հատվածներում ադրբեջանական օկուպացիային, հազարավոր զոհերին եւ իր պատասխանատվությունը սրանից այն կողմ նետելու եւ նաեւ հանրության ուշադրությունը այլ կողմ սևեռելու համար
Իշխանությունը փորձում է այս կամ այն կողմին մեղավորներ նշանակելով իր վրայից նետել պատասխանատվությունը։ Թերագնահատել բանակի ձեռքբերումները, որ արդարացնես պարտությունդ, կասկածի տակ դնել գործընկերների ջանքերը, որ մոռացության տաս ձախողումներդ, այս գործելավոճը չպետք է հանդուրժի հայ ժողովուրդը։ Ու չի հանդուրժում, պնդում են Փաշինյանի ընդդիմախոսները։ Եռաբլուժն է դրա վկան։ Թերեզա Կադաևչյան, Լանա Համբարձումյան, Առաքել Օհանյան, Էլենա Հինյան, Հայլուժ։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։